Ուրեմն այս շենքը մեր տան կողքն են կառուցել, 2 ամիս առաջ վերջացրեցին, բայց հələ շենքը չեն հանձնել, որովհետև ջրի հետ խնդիրներ կան, այն տրուբաներով եկող ջուրը, որ այս մնացած շենքերին էլ է մատուցում, իհարկե բոլորը ջուր ունեն, կանալիզացիան աշխատում է, բայց իհարկե որ այս շենքը կառուցեցին, դրա համար ոնց որ պետք է ջրեղենի մուտքի, ելքի քանակը ավելանա, նույնն էլ կանալիզացիան։ Դրա համար եկան հասան խնդրի առաջ ու սկսեցին սենց տրուբեքը կամաց մեծացնել, տարբեր մի 4-5 տեղ փորեցին, այնտեղ այդ չեմ անում, այնտեղ բաները ավելացրեցին, հիմա ասես մի հատ տենում է մեծ տրուբա են բերել, այս տրուբան են փոխում, որ կարողանան ու ջրի քանակը շատ գա։ Այս համարյա մի 4 ամիսա այս ջրեղենի հարցով են ընկած գործեր են անում։ Ըստ մի անգամից հիշեցի մեր Երևանի էս հիմա ջրերի խնդրեմը, որովհետև այդքան շենքեր կառուցեցին, իհարկե հա կառուցեցին, բա մնացածը, բա այդ ջրեղենի այնտեղ մնացածը մեր հին այդ սովետական ժամանակ կառուցված ջրեղենի չէ, այդ բաները, կանալիզացիաները, այդ բոլորը պետք է փոխվի, հարգելներս։ Դրա համար այս խնդիրը ես գտնում եմ, որ այստեղ էլ է ծագել, բացի նրանից, որ այնտեղ ասում են թուրքերին էլ են ջուր տալիս ես անում այս կոմենկում, դա մի ուրիշ հարց, այդ թեմային չեմ ուզում անդրադառնամ, մի քիչ երկար կլինի, բայց այն որ իհարկե այդքան շենքեր կառուցեցին, բայց այդքան շենքերի համար ժողովուրդ ջան, տրուբեքը մնացին էլի են հին բարակ տրուբեքը, ու դրա համար պետք է այդ բոլորը փոխվի, հարգելներս։ Ոնց որ ասում են, լամած նիստրոից, դրա համար հարգելներս կառուցում եք, իմացեք ոնց կառուցեք անգրագետներով, 7-րդ դասան չավարտածներով երկիր եք ուզում կառուցել։ Տնանք լավ հլես Նիկոլը բաժանվեց, չբաժանվեց, եթանք նայենք ուր են ես ապուշները մեզ տանում։